Ողջույն սիրելիներս, թե ինչ ինձ թվում է նախորդ վլոգը նայել եք ու հասկացել եք, որ ես անմիջապես այն վլոգը ավարտելուց հետո անցել եմ այս վլոգին, քանի որ պատրաստվում էի բլինչիկ պատրաստել եւ հանել էի ֆարշը, եփել էի երեք, բայց ոչ համեմել եմ ոչ մի բան, ուղղակի պարզապես դրեցի սառնարան, երբ Նելիեն ինձ հետ վերադարձա արագ ֆարշը եփեցի ու դրեցի սառնարան, որովհետև այլ ուժ չունեի, չգիտես ինչի, ինչ-որ մի բան անելու։ Դրա այս պատճառով նախորդ վլոգը նկարելուց հետո անցնում ենք խոհանոց, բլինչիկի լիստեր պատրաստելու եւ տեսնենք, եթե ստացվեց, տերևով տոլմա եմ ուզում պատրաստել, եթե ոչ, ապա դա կմնա վաղը։ Դե ինչ, ով էր ասում, որ մեր խանութից ես գնումներ չեմ անում։ Իհարկե չեմ նկարել, երբ գնումներ եմ արել, ինձ թվում է այս երկու օրը դուք այդ վիդեոների մեջ եք իմ գնումների եւ մի քիչ էլ օգնել եք։ Բայց ժողովուրդ, ես սա տեսա ու կարողացա անտարբեր անցնել, իրականում սրանց տեսել էի ու հա բռնում էի, գնեմ թե չգնեմ, բայց որոշեցի, քանի որ հեսա սուպ սեղանին, սուպ ծննդյան սեղանին ձուկիկ եմ պատրաստելու եւ շատ հաճախ հարմար չի լինում, չէ, գտալով ինչ-որ բան վերցնել, իսկ ինքը այսպես sense փոքրիկ, նուրբիկ եւ ինձ թվում է հենց հատուկ դրա համար է, որ ինչ-որ բան վերցնելուց հեշտ վերցնենք եւ քանի որ իմ դանակ պատարակը ոսկե գույն է, ես որոշեցի սա էլ վերցնեմ։ Հա, եւ այսպեսին եմ վերցրել, sense պինցետ է, շիպցի, հա, երևի, շիպցի պինցետ։ Մեկ պատճառ։ Սա էլ նույնպես կտեսնենք, որն է ավելի ոնց որ բանի ձկան համար հարմար, որը ինչ-որ մեկ ուրիշ բան վերցնելու համար, սա էլ է շատ հարմար ինչ-որ բան վերցնելու համար սեղանից, որպեսզի չընկնի։ Նույնպես վերցրել եմ սեղանի համար այս երկուսը մեր խանութից շատ մատչելի էր 1.59, եթե չեմ սխալվում, 1.99 ժողովուրդ։ Ահա, հարցնում եք, որ խանութն է, շատ հաճախ եք հարցնում, ժողովուրդ, Supermarché Triangle։ Գրեք Լիոնում ընդամենը մեկ հատ է։ Ուզեք չուզեք մեր խանութը կգտնեք։ Այստեղ վարունգ եմ գնել, sense փոքրիկ վարունգներ, որոնք ոչ մի խանութում չկա իդեպ, մեր խանութում կա, այսպես փոքրիկ նուրբիկ վարունգներ եմ գնել սեղանի համար եւ գնել եմ մեկ հատ էլ sense մեծ վարունգ, սա կրաբով սալաթի համար է, քանի որ կրաբով սալաթ եմ պատրաստելու եւ եթե հիշում եք խանութի վլոգում կախողում ձու չկար, գոյություն չուներ, իսկ մեր խանութում ձու կար, գոյություն ուներ եւ երկու տուփ ձու վերցրեցի եւ հիմա ուզում եմ հիշել, որ ես կանաչի էլ էի գնել մեկ վայրկյան։ Ժողովուրդ, աշկիս իմ կանաչին իմ գործընկերուհին չի բանարել։ Տիկետնը գցեցի, հա։ Չի հաշվել իմ կանաչին, մնացել է կասայի կողքը։ Տիկետը գցել եմ, կտրոնը չեմ կարող նայել։ Կանաչից չկա, այնա սառնարանում է։ Չէ, չկա, Արմենն եկավ։ No, ժողովուրդ ձուն է սկսել մեզ մոտ գալ, ասում է Արմենը, արդեն սա էքսեպսիոնել, ոնց են ասում, յուրահատուկ բան է Լիոնում, որ ձուն կա, այն էլ սուրբ ծննդյան նախատոներին։ Դե ինչ, կանաչից չեմ գնել ոնց որ թե, այստեղ ինձ Գալերի Լաֆայետից 40% զեղ չեն ուղարկել, Իվրոշեից ինչ-որ նրեն են, խոսքով սա կարևոր չի, փոշտի մեջ էր և այսպիսի կանֆետների բան են գնել, Արենայի նվերի հետ են գնել լիքը կանֆետներ Իսակ մեր խաղեցից են գնել Այդ սա չի վերցրել Հուսով եմ կուտի ոսկի Իմ հիշել է սա չեն վերցրել Դենայի, դեջիջի, կոնեչի, ալունայինա Բլինչիկները չէ, չեմ սարքել Ինչի բլինչիկի ախոժակով ես եք է Ոչ, բլինչիկը հեսա նոր ծելի էին Խոսքով, այս ամենը ալունային համար, բայց այնի լավ չի, որ կանաչից մնացել է խանութում, ունեցել լավ դաստաներ էի ընտրե համեմի
Լավ, դե ինչ, մի վարքյանով ես կտրվում եմ ձեզանից Արմենին հաստամուտի, սուրճ խմենք և միասին արդեն անցնենք բլինչիկը պատրաստելուն, բայց ինձ անհանգստացնում է իմ կանաչին, լավ ինչևից է վաղ խանութ եմ կգնամ, մի հատ տեսնենք ձունը գալիս է իրոք։ Արմենը խապեց մեզ, ձուն չկա Արմեն։ Էզի դուրսը չի, էզի ներսն է, հա մի քիչ ձեռքը զգում է ինչ-որ բան, բայց չկա ոչի բան։ Դե ինձ սիրելիներս, պատրաստում ենք բլինչիկի խմորը, լիստերի խմորը, որովհետև ֆարշը ես արդեն սարքել եմ ճիշտն ասած, քանի որ ասեցի երեքի գունը միսը խաշել էի, ստեղ ավելացրեցի մի քիչ սոխ, մի քիչ սխտորի փոշի, լինում է որ իսկական սխտոր եմ ավելացնում, ոչ թե փոշին, բայց այս անգամ փոշին արեցի, մեկ էլ համեմ ու սամիտ, սերբիբար ու իհարկե աղ, կիսվեմ բաղադրատոմսով իմ բլինչիկի լիստերի, իմ սկեսուրի բաղադրատոմսն է, ինձ թվում է բոլորս էլ նույն ձևով ենք սարքում, բայց դե ամեն դեպքում կիսվեմ, միգուցե դուք ուրիշ ձև եք սարքում։ Ուրեմն մի պորցիայի համար ես գցում եմ 4 հատ ձու, լինում է որ քիչ են ձու գցում, բայց ես միշտ 4 հատ եմ արել իր բաղադրատոմսով, դրա համար նույն ձևի կրկնում եմ միշտ ու շատ լավ լիստեր են ստացվում, չեն ճապում, չեն խամրում, մի տեսակ սևանում, տակոտիներով շատ սիրուն լինում են, մի խոսքով շատ լավ են ստացվում, լինում է որ տեսնում եմ բլինչիկի լիստեր ու ախորժակս էլ չի տալի որ ուտեմ ճիշտ ասեմ, նայեք, ուրեմն ես աստիճանաբար եմ սաղանում, որպեսզի գնդեր չառաջանա, որ ճիշտն ասեմ, եթե վիդեո չանի, միքսերով շուշուտ կանեի, բայց քանի որ միքսերով վիդեո եմ անում, դրա համար միքսերով չեմ անում։ Այնտեղ արանքում էլ տոլմայի ֆարշի սարքեցի, մի փոքրիկ տերևով տոլմա կպատրաստեմ, էդի սուպ ծնունդի համար եմ, հա, այդ պատրաստությունը տեսնում, իսկ մոտ տարվա համար կերև արդեն, ոնց ինչ կանեմ, ոնց հարեցի ձու, աղը, սոդան հենց հիմա չեմ ավելացնում, հարելուց հետո ավելացնում եմ մոտավորապես մի 300 միլիգրամ կաթ, մեզ պետք է գալու մի լիտր կաթ, կես լիտր ջուր, ջուրը քիչ թե շատ արդեն դուք պետք է զգաք, երբ որ բլինչիկը սարքեք, բայց մի լիտր կաթը հաստատ գնում է և 250 միլիգրամ ջուրը, իսկ ես ընդհանուր իմ հաշվարկով 500 միլիգրամ ջուր եմ լցնում, դրա համար եմ ասում, որ ջուրը արդեն աշխաչափով պետք է նայեք, 800 գրամ ալյուր է գնում, կես չայի գթալ աղ, կես չայի գթալ սոդա, 100 միլիգրամ ձեթ, բաղադրիչները կգրեմ հոլովայքի ներքևում, որպեսի մարդես, որ ուզենաք նույն ձևով պատրաստեք, սենց քիչ կաթ ավելացրեցի, ու ստեղ արդեն ավելացնում եմ աստիճանաբար 800 գրամ ալյուր, եթե կարանամ բացեմ, ու իհարկե սավ ալյուրին եմ, գիտեմ ինչ են արեին մեր երեխեքը, դրա համար երևի թե այսպես կանենք, կշրկի դրա կկշրեմ, չնայած շատ թե քիչ բան չի փոխի, ճիշտն ասեմ, ուղղակի չգիտեմ չափիչը սուր են դրել, դրա համար սենց կանեմ, 800, ստե 800 կարող է չտեղավորվի, քիչ կանենք, օքեյ, եկեք ստեղ 400 անեմ, հետո մի հատ է 400 կանեմ, մալադեց ինձի, սյո, ստեղ 400 գրամ հիմա ալյուր ունեմ ես, սկզբից այս 400-ի հետ կաշխատենք, հիմա աստիճանաբար ես ալյուրը ավելացնում եմ այստեղ, աստիճանաբար ասելով երկու մասով ու խառնում եմ, պետք է պինդ զանգված ստանամ, որպեսի գնդեր չառաջանա, երբ որ միանգամից հեղուկը շատ է լինում, իսկ ալյուրը քիչ է լինում, արդեն ինքնըստինքյան ալյուրը գնդվում է այդ հեղուկի մեջ ու դե արդեն հասկացանք ինչ է ստացվում, բլինչիկի լիստերը պետք է մաղով անցկացնենք, այդ լիստերի խմորը, որ գնդեր չլինի։ Դրա համար ես միշտ սենց եմ անում, միքսերով ավելի արագ է ճիշտն ասած, ու ձեռքը չի հոգնում։
մի քանի վայրկյան տևեց, արդեն տեսեք ինչ ձևի, սենց պինդ խմորա, չէ? Ոյ, ալուրը թրավ քոր տվեց է, եկեք մի հատ էլ սենց խառնեմ ու հիմա էլի աստիճանաբար ստեղ ավելացնելու ենք կաթը, ժողովուրդ Չեմ ստանանք նորից մի քիչ ջրիկոտ, մի քիչ ջրիկից ջրիկը մոտավորապես մի 400 միլիգրամ կաթ աշկաչափ միշտ, որ հետո նորից ավելացնենք մնացած ալյուրը, նայեք մի անգամից չեն կարել, քիչ չեն կարել լուծենք այսպես, շատ արագ ա լինում իրականում ու ինչն արա, որ գնդեր չի առաջանում ես հիշում եմ մի վաղ Հայաստանում որ անում էինք, նույնիսկ մաղով անցկացնում էինք երևի թե մի անգամից էինք լուծնում ալյուրը, հեղուկը շատ ու ալյուրը մեջը գնդվում էր տեսնում եք, չէ? Դեռ ենք ավելացնում զգուշ ենք լինում, նավանք եթե միքսերով ենք անում, ժողովուրդ շատ զգուշ ենք լինում Այսպես խառնում ենք, որ տեսեզի Սա մի քիչ կավելացնենք հատ Всё, նորից նույն ջրիկությունն ունենք, ոնց որ սկզբից Հիմա չեմ կար արդեն, տեսեք չի բռնում Всё, հիմա նորից 400 գրամ ալյուր ձայնից ու հետո արդեն Պարզա, որ մնացած հեղուկն ենք ավելացնում, իդեպ մեր ձյունը հլը չի գալիս, զարմանալի կլիներ, որ մեզ մոտ ձյուն գար մի անգամից, քանի որ Լիոնում ձյունը դիֆիցիտ բան է, ահա, 400 գրամ էլ էստեղ, հենպես որ հլը որ չկա, բայց ջերմաստիճանը լավի չէ դա, մինուս ա լինելու, Նանիկին ասում եմ Սուրբ ծննդյան հրաշք ա լինելու ձյունը գա, ծիծաղում ավրես, ասում է թե գլոբալի տաքացումների շնորհիվ ա գործում, չէ, սպասեք, տաքացումների չէ, թե բնության փոփոխությունի շնորհիվ ա, ոչ թե հրաշքի, իմ աղջիկը միշտ տոչնի բաներով ա, հաշվարկներով ա, Նանիկը տենց համարապես, Ասի չէ, ես գերոտ ասում եմ ասեմ, Սուրբ ծննդյան հրաշքա, որ ձյուն ա գալու, բայց հլը որ չկա ձյունը, հրաչ ջան, ես որ տեսնենք հրաշքը կլինի, թե չի լինի, պատուանը բացել եմ, իհարկե, այդքան ցուրտ չի, որ մրսենք, բայց սառնուտ ամեն դեպքում դուրսը, մինուս Արմենի ասելով, ես չեմ նայել ճիշտն ասեմ, բլինչիկի թավա ժողովուրդ, մի հատ ունեմ, բայց մեկ էլ տեսար եմ ուստ թավան դրեցի, որ բլինչիկի չի կերևա հեսա, չնայած շատ չեմ անում, ոնց որ թե, հեսա կողքից կգան երեխեքը, պատրաստի լիստերից կգովանան կուտեն, դեպ էլ են չոնել այք է, ստեղա, Սամոն գրեց, ասում եմ, մամա, սուրպրիզ ունեմ, ինչ սուրպրիզ պիտի ունենա, ոչ իմ տղեն, հետո մեկ էլ մի երկու վարկյան հետո դուրը բացվավ, տնա մեր ենչոյի հետ է ներս մտնում, ասում եմ, սա մեր սուրպրիզ է, այս աղջիկն է մեր սուրպրիզը, ասում եմ, հա, ասում եմ, սուրպրիզ չի, ինքը մեր տան անդամն է, ինչ սուրպրիզ, ասում եմ, չի գիտեի, որ գալու է, ասի դե լավ է, քանի որ վաղը Սուրբ ծնունդն է, այսօր է եկել, որ վաղը մեզ հետ դիմավորի, դրա իսկ պոաճարով մեր էլ ինչան ստեղ, հույ, ձերս հոգնիեց, հույ, դուք նկատում եք, որ ես պատերին էլ եմ լույս կախել ինտերից երևում է, չէ, նանիք եսաս մաման որ տեսել է լույսա կախել, վերջ, այս հետապ հարեցինք, հետ ուզացի պես, հիմա այստեղ արդեն ավելացնում ենք իհարկե կաթի մնացորդը, աստիճանաբար որ լուծենք, լուծվի ավելի շուտ, ու արդեն իմ թևը հոգնավոր ճիշտն ես, ես ոչի թուլիկ եմ, շատ չդիմացկուն եմ,
ծանրություն չեմ կարող վերցնեմ, ձեռքը շուտ հոգնում, երես եմ տվել, մինչև ամուսնանալ ես մամաս չէր թողում ոչ մի ծանրություն անեի, վերցնեի, ամուսնանալուց հետո էլ իհարկե ամեն ինչոն, հիմա էլ սամոս է արդեն։ Աշխատանքի տեղը, որ ասում եմ, որ չեմ կարող ամեն բանը վերցնեմ, միշտ չենց արդեն սովորել են այս 8 տարվա մեջ, որ ես եթե մի բան ծանր եմ վերցնում, հաստատ կամ ես գլորվելով եմ եթալու, չնայած չի նոր ես ծանրություն վերցնեմ, բայց մեկ-մեկ կարող է ինչ-որ կարոպկա, տոպրակների կարոպկա, ասեմ տանեմ կասկնեմ, որ աղջիկները վերցնեն, աշխատողները գալի մի անգամից օգնում են, որտեղ գիտեն որ ես այդ կողմից թույլ մարդ եմ։ Всё, կաթը մի լիտր գնաց, ժողովուրդ եթե չեք ուզում կաթով, կարող ջրով անեք, ուй, հրավ, տեսակ թե չտեսակ, ես տեսակ, ես հստեղ կավելացնենք սոդան, աղը, ձեթը, ջուրը, ու արդեն սկսենք սարքել, ես լիստեր ընդհանրապես սարքելու առաջի 2 լիստով նոր կողմնորոշվում եմ ջուրը ինչքան է պետք ավելացնել, որ անկեղծ ասեմ, ու ձեզ եմ խորհուրդ տալի այդպես, եթե մարդ ես կարող առաջի անգամ եք ուզում բլինչիկ սարքել, սաղս էլ մի անգամ, առաջի անգամ ենք սարքել, խորհուրդ կտամ մի անգամից ջուրը չավելացնեք, որտեղ կարող է շատ ջրիկ լինի, կամ հակառակ բաղադրատոմսին հետևեք, խմորը խիտ ստացվի ու ջուր չավելացնեք, այնպես որ միշտ աշկաչափով, որպեսզի ձեր բլինչիկները շատ հոստ չստացվեն։ Վերջ, լավ լուծվեց ամբողջը, ոնց որ պետք է։ Նա ձեռքերս լվամ։ Որտեղ խառնելու ընթացքում ամեն դեպքում կողքերից մի քիչ կպավ ձեռքերիս մենք պատրաստենք հաջորդ քայլին, հաջորդ քայլը լինելու է աղը, կես թեյ գտալ, սոդա, կես թեյ գտալ, իսիքակ սոդան եմ վերցրել, որտեղ լավ, տեսեք ուշքրում ես ստեղացը, ամուտին, իմ փոքր աղջիկը Ալինան իզնից ուժեղա, իրոք, հատկապես որ ինքը պարապում է, որպեսի ոստիկան դառնա, ավելի ուժեղա, քան թե ես քիչ չէի գտալ սոդա, վերջ այստեղից պրծանք 100 միլիգրամ ձեթ, կարելի է եւ իհարկե աշկաչափով, այս քանի որ ես ձեզ համար եմ նաեւ նկարում, թող լինի տոչնի ռեցեպտով։ Խառնենք ու արդեն այստեղ ձեթս թափով։ Հանդի։ Չէ, այստեղ արդեն կավելացնենք ջուրը և արագ սարքենք լիստերը։ Ճիշտն ասած չափը լիստերի իմ թավան մեծ է, բավականին մեծ թավա է, այնպես որ իմով երևի մի 60 հատ է ստացվում, բայց եթե փոքրիկ թավա ունենանք, մի քիչ ավելի քիչ կլինի, ավելի շատ կլինի։ Գործից եմ եկել ժողովուրդ, մի քիչ հոգնած եմ, արդեն ուշ չի, բայց ժամը 7-ն ամեն դեպքում։ Այդ ժամերին արդեն ուղեղը սկսում է մի քիչ հանդաղացրած աշխատել։ Ձեթը խիչ ուզում, լուծվի, չայնասնում է, ու ես տեղ լցնում եմ, ոնց ասիցի, կես լիտր ջուրի անգամից, որտեղ ես իմ աշկաչափով, իմ ալյուրի, ոնց են ասում, ալյուրով, արդեն գիտեմ, որ պետք է։ Իդեպ ձեթը կարող եք մի քիչ անել, արտադիր չէ քանդում, որ ճիշտն ասեմ, 50 միլիգրամն էլ է պատկերացրեք, արդեն բավական, եթե կուզեք իհարկե։ Վերջ հիմա փորձենք մի հատ շերեփով։ Ունել տարբեր չափի շերեփ, բայց ես մեծով եմ սիրում աշխատել, ջրիկությունը զգում եք ժողովուրդ, շատ խիտ չի։ Իմ մոտ նես տպավորություն է, նույնիսկ որ մեկ-մեկ
ինքը խտանում է ընթացքում, ես էլի ջուր եմ ավելացնում, որ անկեղծ ասեմ, ու հիմա մտածում եմ, որ կարող եմ 2 հատ սարքեմ ու ուզենամ էլի մի քիչ ջուր ավելացնեմ։ Պատահում է այդպես, հեսա կսարքենք կերևը։ Ժողովուրդ, ես միշտ մի քիչ ձեթ եմ անում, ճիշտն ասեմ, թավաս չի կպչում, բայց ձեթը նկատել եմ, երբ որ անում եք, ձեթի շնորհիվ բան չի լինում, ծակոտիներ առնում շատ գեղեցիկ։ Եկեք մի քիչ էսենց անեմ։ Всё, միացրեցինք, բերեմ տախտակ դնեմ, որ շուտ անի անգամից տախտակի վրա։ Ձեթից դնեմ այս կողմի վրա, ես մշտական ձևով անեմ, որ ինձ հարմար լինի, այս բաժակները որ թողել եմ ստեղ, քանի որ ինձ թվում է ինձ պետք է գալու։ Այդ լավ տաքացնենք թավան։ Միշտ այս պահերին միշտ փոշմանում եմ, որ 2 թավա չունեմ։ Բայց գնելուց էլ միշտ նայում ասում հա դե լավ ունեմ էլի։ Բայց աչքիս երկրորդ թավան է ինձ պետք լինելու, ավելի արագ կլինի իհարկե։ Աչքիս խիտ է խմոր ամեն դեպքում, մնա նայեք։ Ինձ թվում է խիտ է, չգիտեմ, հեսա կտեսնենք։ Վերջ, լավ տաքացավ, հիմա դնում եմ միջինից բարձր եմ իշ դնում, ինչի, որովհետև սիրում եմ, որ բլինչիկի լիստերը արագ եմ հանում ու լավ մի քիչ, լավ կարմրացրած մի կողմը, որ երեխեքն ամանդ որ գալիս են գողանում են, էսի ճաշի շերեփա, ես մի քիչ պրոշից պակաս եմ վերցնում, իմ չափը էդ է, գնաց, նսա կզգամ արդեն, խտությունը որ ճիշտն ասեմ, մի քիչ խիտ է, տեսեք, դժվար է, վատ չի, բայց մի 100 միլիգրամ, 50 միլիգրամ հալ, 100 միլիգրամ ջուր է ուզում, այսպես կամանց աստիճանաբար ես ավելացնում եմ, ուլելի երևի թե, հավատացեք, որ երբ որ մի քիչ ջրիկ է խմոր է լինում, լիստերը ավելի լավ են ստացվում։ Ահա, ու սենց բան ունեմ, կողքերով սենց անցկացնում, նայում եմ, հլը չէ, հլը դեռ պատրաստ չէ։ Կետ մի փոքրիկ է, մի 50 միլիգրամ եմ ջրանում է, ու արդեն տոչնի կրնի, այսինքն դուրս եկավ ես արեցի 650 միլիգրամ ջուր, 800 գրամ ալյուր, 100 միլիգրամ ձեթ, բայց ձեթը կարող է քիչ անել, եթե կուզեք, պարտադիր չի այդքան ձեթ անեք։ Այս մեկը շատ չեմ կարմրացրել, բայց դե ոչինչ։ Տեսնենք հլը, համել աղն եմ ստուգում, իշտ առաջի լիստով աղի համն եմ ստուգում, եթե հանգարց մի քիչ զգում եմ, որ կարիք ունի աղի, նորից ավելացնում եմ ու պատրաստենք, եթե ուժս տվեց, էներգիաս տվեց, տոլմայի, շատ երևի վաղ աշխատանքի մի քիչ ուշ կգնամ, առավոտ շուտ չեմ գնա, մի քիչ երկար կքնեմ, ինքնըստինքյան, մի քիչ ավելի ուշ կքնեմ այսօր, հա, տենց կանեմ երևի, թե ուզում էի 7-ից գնայի, ժամը տենց 2-ին գայի, բայց երևի թե ոչ, տեսնեմ ոնց կանեմ, երևի մի քիչ ուշ կգնամ, որ առավոտյան ես շատ դժվար եմ արթնանում իրականում քնից, տենց շատ երկար քնող էլ չեմ, բայց որ 5-ից կես եմ արթնանում, արդեն դժվար եմ արթնանում, ու այդ օրվա ընթացքում անդադ քնել եմ ուզում, որ ճիշտ ասեմ, տեսակ իշ լավ մի անգամից վերցրեց իրան, որովհետև ջրիկությունը այ հիմա լավ է։ Ու հաստությունը, տեսեք ինքը մի քիչ հաստ է, իմ համար էսի հաստ է, նայեք ինչ էլաստիկ է, տենում եք, ապա, աղը լավ է, ինք համով է, այսա երեխեք կանք կողանան, տելակ կսեն բրեմ, իդեք մեր սամն, ուտեմ,
Ուզում ասի սնկի համեկավ։ Մեր Սամոն ժարի տարած բլինչիկ չի սիրում։ Սիրում ասենց պրոստը փաթաթած ուտի, բայց եթե ասես ժարի տանեմ, չի սիրում, չգիտեմ ինչի։ Էլենին ասենք ստիպի որ ուտի։ Всё։ Ինձ թվում է ուտենց ցույց տալու բան չունեմ։ Կմիանամ երբ որ լիստերը պատրաստ լինի։ Միասին կփաթաթենք մի քանի հատ։ Տորման ես առանց դես կփաթաթեմ։ Ինչ եմ ուզում ասել ձեզ։ Հաջորդ վլոգում էլ արդեն կտեսնեք ոնց ենք մենք դիմավորում Սուրբ Ծնունդը։ Իրականում ես մի քանի տարին ենք սկսել դիմավորել ամսի 24-ի գիշերը, որ ճիշտն ասեմ, առաջ չէ, առաջ մեր 31-ին էինք մենակ անում, բայց ես մի քանի տարի է այսպես ենք անում։ Հա, երկու անգամ ենք անում, ինչ վատա որ։ Դե իհարկե մեր ամսի 6-ին էլ արդեն այտենց ճոխ չենք նշում, որ անկեղծ ասեմ, որովհետև արդեն աշխատանքի երեխեքը դասի, դրա համար ոնց որ ամսի 6-ին սենց ավելի հանգիստ ենք նշում։ Վերջ, բլինչիկիս լիստեր անեմ, կմիանեմ ձեզ։ Բլինչիկի լիստերը պատրաստեցի, բայց կեսը արդեն գնաց։ Կեսը էլ նկերեմ արդեն։ Հիմա էս Երենի փաթաթած բլինչիկներն են, նայեք ինձ սիրում բլինչիկա փաթաթել, ինչո՞ն Շարի տանենք մի քանի հատ իրան կուտեն ու անցնենք տոլմայի գործին։ Ես տոլման կփաթաթեմ, Էլենին էլ բլինչիկների գործ եմ տվել։ Քանի որ շատ սիրուն է փաթաթում, ասեք որ սիրուն է փաթաթում։ Գովացեք որ իմանա որ իզուր չի փաթաթել։ Ժողովուրդ։ Արդեն մի կողմը կարմրացրեցի։ Արմենը որ ժարի տանում, սա կողմերով դանդաղ համբերատար կարմրացնում, բայց ես այդքան համբերություն չունեմ, ես վերևն ու տակը կարմրացնում եմ ու ասում եմ կերեք։ Բլինչիկները արդեն շալարեցի, սա կողմերով ժարի տարեցի, էլ եմ տարի մոտիկացուցից դուր, որ տենան ինձ սիրում բլինչիկները դու փաթաթեմ, նեղ երկար, նայք ժողովուրդ։ Յուվիլիրնի աշխատանք արել են։ Մենք մի լավ իրան գողացինք, հոպրել են չում։ Всё, տեսա, արագ բլինչիկը ուտեն ու անցնենք տոլմայի գործին։ Ժողովուրդ, քանի որ Էլենի փաթաթած բլինչիկները մենք բոլորս հավանեցինք, համել bonjour Hélène, bonjour Samo, bonjour։ Արմենն էլ հենց նոր կերավ, ասում ես ինձ սիրում բլինչիկներ ա փաթաթել, Էլեն չոր, Էլենը քաշվավ, всё, դառնում եմ մեր բլինչիկ փաթաթողը։ Բայց չի սուպ հաստատ նստես, նո, չէ։ Okay, ես արագ տերևով տոլման փաթաթեմ, Սամանեն նստել է մեզի հսկում ա։ Ինչի։ Բա ինչի մանեմ, դու ոչ մա չես անում, էդի նորմալ չի սամ։ Merci։ Բանո։ Դու տերևով տոլման մեր հետ։ Okay, լավ հոգնած ես մեղքես, գործից ա եկել հոգնած ա։ Տանջի սամ ինչը։ Բաղնել ես, երկնույն ժամին ես գալու։ Շուտ չեք փակում։ C'est moi je mets là? Հա, նի։ Բայց Comment? Աման բրավաման չենք դրել։ Հա, ուղերդել, որտեղ թե չէ դու ինքը ֆորմը կլոր կմնա։ Շատ չես կարող մնալ շարես։ Չէ, կշարենք, իրա վրա կշարենք։ Ո՞ր մենակ եք ուղարկում։ Խի։ Կրիշկի համար։ Դենանք, ոնց կստաց։ Կարան կրիշկի տեղը բանով հակենք, ֆիլմով։ Չէ։ Դե եթե տենտա կրիշկի մեջ է կարաս անես։ Ու ֆիլմ պատատես լավ։ Հա, տես, մոլոդեց։ C'est quoi, t'es intelligent? Էլենն ասում է մեկ-մեկ խելացի մտքեր ես արդեն Սամոյի։ Բա, դեմես ինչ կոմպլիմենտներ կեզի անում։ Նեղացար, բայց ես խոսում Էլենի հետ։ Մի հորանջի, Սամոյ, սա կվարակես, սա կսկսենք հորանջել։ Որանջի ինչ անում։
Հա, բայց լուրջ վարակովյա գիտես, չէ՞ հորանջելը։ Ouais. Ես չգիտեի առաջ, որ մեկը հորանջում է վարակում ամուսին։ Գիտեիք ժողովուրդ։ Չէ լուրջ։ Հա, բայց Բանիկի նայում ես հորանջում է, դու ես հորանջում։ Չգիտեմ։ Սի։ Դու գիտես, որ ես տորմայի ֆարշի մեջ բրինձ չկա։ Ես մոռացա բրինձ առնեմ։ Այն օր վարած բրինձը։ Բրինձեր իրան։ Տոլմայի, տոլմա, okay, առանց բրինջի հետ ասում։ No, տորմայի, ժողովուրդ տորմայի ֆարշը առանց բրինձա։ Ամեն նասիպագի։ Հարուստի տոլմայա։ Մենակ միսա մեջը։ Մեղկս է կարոզ մեզ անգեի ասեի կայնի առարի։ Մեղկս է կարան, չի որ առաջ անգամ չի մտում խանութ։ Այսինքն պետք է մեղկս չգայր ասեի մտի։ Բա երբ ասել ես մտել եմ։ Հա գիտեմ, որ երբ ասում եմ մտնում ես տղես, բայց ուզում եմ ասել, որ մեղկս է կար։ Սկզբից ասի հետո ասի։ Քո գալուց եւի մի կես ժամ առաջ, այսօր շուտ է կար։ Այսօր։ Հա, այսօր։ Pour une fois. Այսօր 6 օրն է լավ։ Այդ ո՞նց է։ Սա հասցրեցի։ Մոլոդից։ Bravo. 6 heures tout pile. Non, 6 Գիտեի որ էլ է նկարի։ Non. Pressentiment. Զգացել է սիրտը վկայել է։ Ouais. Օ։ 6 heures tout pile. On verra avec là. Մոլոդից։ J'espère. Mais ça, c'est ça, լողացի, բրցի։ Շնոցի որ տես լողացել։ On a rangé ça chaud. Aussi, ouais. Մոլոդից։ Կրավատի տակարին մոտերի։ Հա, տեղնողին բանա չէ տեղում։ Կրավատի կտեղ, հա։ En fait, փոքր է երևում, որ բացում ես, ասում tu peux pas mettre trop de trucs, mais tranquille, pas risque. Ouais. Ահագին մակ տեղը։ Լավ է տենց ինչ-որ տեղ, Օրինակ, օրինակ, դատակ բավարար։ բավարար, օրինակ նա եթե ձմեռա, ամառային շորեր դնում ես տակը, երբ որ ամառը հակառակն ես անում ու գարդիրոպդ արդեն ահագին թեթևանում է։ Դարակից ավելի լավ է par contre, tu vois. Այն բաները օգտագործիք, որ առել էինք ցեփով։ Ouais. Միրատա։ Հա դրանց Ահագին շոր մեջ մտավ ուսի, բայց կգնամ իջայից հետո եթե պետք է կանեմ ոչ։ C'était pas cher ici. Combien? Մեկու 90 էր, Հա, չէ թանկ չէր։ En tout cas, il est քեզ քիչ էր։ Հա։ Déjà. Հա հարմար է։ Հետո փչանալ չես ափսոս, կգցես կետա կասես սուր։ Ոնց է պիտի փչալը, շփալը։ Նո, ես մեմ ասեմ, ունենց բան չի։ Ու թանկ չէ, որ եթե քսես տանում ամուսը։ Այն բաները հետ ենք ժողովուրդ որ Ikea-ից առել էինք սենց ցեփով, ով նայել է բլոգը տեսել է, շորեր դասավորել է ու դրել է կրավաթի տակ։ Գիտես թե մատրասը սենց բարձր, որովհետև չի մտնում կրավաթի մեջ, այ կրավաթի վերևն է մնում։ Մեր օրինակ մտնում է կրավաթի մեջ, դրա համար է հա բարձր։ Բայց չենք Տակը դարակ է, էլի, նանիկինն էլ է տենց։ Նանիկին էլ է։ Նանիկինն էլ է տենց։ Բայց մենք պետք է չենք կարի չասնենք։ Եթե կարաս իջացնես, եթե չես ուզում տակը լինի, Դե եթե չես ուզում տակը լինի, փետերը հանում ես, մատրասն ես պրոստը դնում մեջը։ Բավի։ Հա։ Oui, oui։ Նույնական, իշտ այդպես մատրասը փետերի վրա լինի, թե պոլին կպածել լինի։ Պրոստը կրավաթի մեջ։ Oui, Բայց դե խանգարում տեղում ես։ Non, pour l'instant, je suis. Սկզբից անսովոր է, չէ՞ որ բարձր ես լնում, ոնց որ մի վրա ես անես։ ոտերը չի գտնում գիտելը։ Էդի ոնց որ Հայաստանում որ դոշակը տատիտ լվում էր, չփխում էր, բան էր անում, դոշակը սենց բարձր էր նում առաջի օրը։ Քնում էի վրա, սենց ոնց որ մատրայը, պրոստը բանա մեջ, թուրթը ոնց է։ Laine de mouton? Հա, Ok. ու քնում ես ասենց բարձր է։ Հետո գմացից իջնում ես գնահատում։ Ouais, ça se tasse là. Et puis, je vois, c'est խփում է դա։ Սպասի, մաքրա, սենց անում։ Non, tu peux pas t'attendre. Բայց հետո սա վեր արնում, գիտես, չէ։ Հա ոչ։ Հետո ձեռքերդ մեջ սաղը մազոր անում։ Բա, դաժանա, հայ կնոջ կյանքը եղել։ Հիմա չեք անում, չէ, ժողովուրդ Հայաստանի ապրողն ես, գրեք մի հատ իմանան, դուք բուրդ չփխում եք հիմա։ Չնայած ինձ թվում է կլինեն մարդիկ, ովքեր հələ անում են։ Բայց երևի թե շատ-շատերը արդեն անցել եք մատրասային ռեժիմի, չէ։ Հա, մենա ճիշտ։ Հա, բայց հա։
Նան, լվա, քանդի, լվա, չփխի, կարի, մեջքը ծրի, ձեռքերդ մազոր սարքի, մի խոսքով տանջվի, տարապի, վերջում անունը դնում են առողջարարան։ Առողջությունը կորցնում ես, միջև այդ կան անում ես, էլ առողջարարը որտե մնաց։ Չէ լուրջ, իրոք, որ մտածես, հա, կարող է իրոք առողջարարը, դեռ նատյուրել է, նատուրալնի է, բայց իտոգում դու ենքան ես տանջվում, որ է դրա վրա քնես, Իմաժին դու քանդես, լվանաս, այդ բուրդը լվում են, հանում են դուրսը շորի վրա փռում են, գնում են տանզանտանշն շուրում ուր են տալի, որ չորանա, հետո ինքը լվալուց ոնց է մազը չէ, սենց բանալում, պետք է սաներես, դե բուրդը չես կարա սանես, դիպաս դնում ես սկսում են սենց ճիպոտավ, չպում են, սենց հետո սենց են Այդքան անելուց հետո ասում են առողջարարը։ Էլ ուր է գնաց առողջություն։ Սամ կավա դու տորմի կշարես, ինձ օգնես։ Սիլտուպլե։ Նիե դեզից։ Լա մերք ես, գործի ես, տանջվել է։ Դու ասել ես չգիտեմ շարել։ Հեսա կգրեն աղջիկները տուրեն։ Այն մեկ իրասենյակն է, այն մյուս իրասենյակն է, վարսին ենք աշխատած։ Բողոքի։ Ils ont pas, non, je rigole. Non, mais c'est eux, moi je parle de eux. Ils parlent alors que c'est pas leurs affaires. Հա, ասում լավ են անում, որ չեն գալի անում։ Je crois que c'est le dernier que tu pouvais lui autoriser ça, je vois. Ouais, encore un petit. Նայ, սենց երկու սենց կարած դնես, դաժե 3 հատ ստե կարած դնես, ստել մի հատ կարած դնես։ Ouais. Գնա պարկի սա, թե ուզում ես գնաս մեր հետ։ Դե որ սավով նրա մեր հետ։ Շատ չեմ պատատում տորման քիչ եմ անում, դե համար արագ կգնի սա։ J'ai Դե քիչ եմ սա։ Après, il y Հա, բայց դեպիցի երկու բանկա է պատատում, չէ։ Երկու 3 դաժե։ Հիմա չէ։ Հետո կորոշենք, եթե նոր տարում ուզում ենք կանենք։ Եթե չենք ուզում, չենք կանենք։ Մեկ արդեն կերեմ։ Ես այս տարի շատ զգում ես, բայց իշխան ծույլիկ եմ այս տարի։ Զգում ես։ Իրոք։ Նո է վերում, չէ իրոք, բայց ինձ լավ եմ ինձ զգում տես։ Ամեն տարի 10 տեսակ տորտ, էլ մի տոննա տերևով տորմա, էլ բլինչիկ, էլ կիևսկի կոտլետ պիտի անեմ։ Կիևսկի կոտլետ, էլ ինչ է, ինչ սա, ինչ ես ծիծաղ, Խոսա՞ր։ Սամեն ինչ ինք սարքո, կիևսկի կոտլետ, տորմա, բլինչիկ, ձուկ։ Բրինձ։ No, ինչ բրինձ։ Լավ։ No, թանիր սա։ Բրինձով կնավ է պիզա, Կալի։ Օ, պիլմենի եմ մտածում սարքեմ։ Խաչապ։ Լամաջո։ Իշ չարի։ Խաչապուլի։ Հա, no, աջարական։ Կարանք սարքենք։ Խաչապուլի հասկացել ինչ մասում։ Կարանք սարքենք ես վիկենդ։ Դու տունն ես, Էլենը կգա, կարաս գաս ես վիկենդ։ Երբ ես է տուն։ Ունեմ դրոժ ունեմ, ձուն ունեմ, պանիրոն ունենք, լիքը մի տոնա պանիր ունեմ։ Մոզարելայա ֆիտա։ Նանիկ ասում է, կապարերի չեք արեք։ Շո, էնել ունենք, մնում է ինչ ունենանք, Էլեն, Սամո, Արմեն ու ժամանակ, պապային եք աշխատասնում։ Tout le monde va travailler. Բայց խամորի մեջ է չէ պանի դրվիշ։ Նայ, իրան որ բացում ես, այս անկյունները ոնց որ պանիր ես անում ու իրան փաթաթում ես ու սենց լոդկայի պես կպցնում ես ու արդեն մեջ է եղած է։ Okay, ուրեմն ես կիրակի չէ, շաբաթ է կանեմ կանենք, շաբաթ օր տունն եմ։ Տունն եք, տեղ չունեք եկալու։ Quel jour? Samedi. Oui. Տունն եք։ Oui. Et bah voilà, samedi on va organiser. Աջարական։ Okay. Allez. Allez. Կանենք մենք կանենք։ Ով կանի դու գնաս։ Կանենք։ Դու չես անում, դու ես անելու։ Մենք կանենք։ Ես խմորը կանեմ, մի հատ ցույց կտամ ոնց եմ անում։ Մնացածը դու Էլեն չու կա։ On va voir. Բայց ալած կազմ։ Après,
T'as pas honte? Ումուտ քեզ։ Դա մի չեմ ասում չի դեսաներ, մեծացում բարեսկա։ Արած չկա, բայց դրա անել ինչ է։ Ադի, ոսի։ Je mets comme ça? Այո։ Մի հատ մեջ դրես։ Ոյ, ինչ է ուզում ասել, որ Նո, չեմ մի քիչ ծուր է։ Տեսա Էլենա։ Անուկ սրեց։ Քո սարկածին քո արած։ Սարկած ինչ է։ Սարկածին չէ, չտեցել են։ Սարկած ինչ։ Okay. Dans reste à peu près 10 à faire encore. 15 ans. Ça va? Չոքնա ոտերդ։ Non. Սա մեծ լավ չի, բայց որ գրիպ է սնգե։ Ah bah c'est pas mal, c'est bon. Լավ բան չի սանում։ Ah la gueule. Ah. Բազերով անցարի կամ խփեց անցա։ D'habitude, կոկորտը սուժա ցավում։ Գիտես չէ, գրիպ կա, որ սենց սկսում է քեզ ցումա պրծավ, Չէ, առաջ բայց հետո մեկը միանգամից սկսում է։ կոկորտը սարաչորը։ Հիմա պապայի կոկորտն է ցավում։ Աշկես վարակելս պապայի։ Հա, այն մեծ գրիպ կա Ֆրանսիայում տարածված։ Մենակ Ֆրանսիա չի, Հայաստանում էլ է գրիպ։ Ֆրանսիայում Ռուսաստան, սախտը վիրուսը որ գցում են, ամենասաղ երկրներով է տարածում են։ Mais le pire truc, c'est la grippe qui est bouchée. C'est chiant. Ես ինչ կեշ տորի, որ փոտո։ Ես մեկն է գեշ։ Մնացածը գեշ չեն։ De toute façon, on mange. Այ մեկա փորի մեջ չերեմ, գեշա թե սիրում։ Չէ։ Այո։ Վաղը ինչ է պետք։ Վաղը հետ գալուց կարես մեզ սոկ բերես, սան, ֆանտա։ Ձեր խանութում ծախում են։ Հա ծախում են։ Մեր խանութում ինչն աշոտ սոկը։ Ֆանտա։ Օրանժինա կա, կարես օրանժինա։ Je le mets comme ça ou pas? Հա, կարես։ Ուրիշ բան պետք։ Այսի Ես թևիկները կբերեմ վաստումա կտնեմ։ Ծուկը դուխովկա, լիմոնով։ Il y aura trop de choses. Ouais. Հավա չաջորդում եք ուտեք։ J'avoue. Կապի tout ça. Նայ, նանիկը ձուկ չի ուտում։ Այս հաջորդը գոթի։ Այ գոթի կտա։ Bah, tu ramènes. Չես բողոքի, չես ասի ինչ տանում գոչ։ Չէ, ինչ հաջորդը։ Հա, ջո, հաջորդը տունն ես։ Հաջորդը տունն եմ ժանձի։ Հաջորդը տունն ես կակրս կուտեքի չես ուտում։ Լամբոշորը կտեք։ Հոքարակ շուտի սարքին կաջարական։ Շուտի ենք տունում։ Հա։ C'est rapide. Հա, խմորն է, որ խմորը եղավ, սողապի դեքի։ Ոնվեալ, տենակ ոնց կստացվի, ոնց կորոշենք։ Ինչ է ուզում ասի, ինչ որ բան։ Հա, նանիկը չի ուտում։ Mais je pense que շապատորը թող։ Բլինչիկ չի ուտում։ Սոնց խաթխոքի։ Տերևով տոլմա չի ուտում։ Ոչ մի չի ուտում։ Նալիկը ինչ։ Գոնե հավի թևիկ ուտի։ Տոլմա չի ուտում նա։ Ah bon? Հա, բլինչիկ կարող է ուտի մի հատ, էնել նանիկը, մեր նանիկը։ Սամջան, մոտիկած շտոտենա, նայք, վсё, Էլենը բլինչիկները սիրուն, փոտոտեց, նենց հավեսն ես փոտոտել, ես մի շես չող եմ փոտոտել, շատ լավ է, դե մի հատ էլ իմ տոլման ցույց տուրի, վсё, համարյա պրծանք ժողովուրդ, ընկերական գործը արագ առնում, լիքը ասեցինք, լիքը խոսացինք, լիքը ծիծաղացինք, Խանութի գողերին հիշեցի, ոնց էին բռնում, ինչ գողության վրա, Սամոյի մանկությունը հիշանք, մի խոսքով։ Առանձնացանք, սեփական տուն առանք, երեխեքին ասենք մեր կբերենք, կպահենք, ամեն ինչից խոսացինք մի խոսքով։ Դե ինչ իսկ հիմա դրանով մեր վլոգը չէ, կավարտենք։ Էլենը կայնած քնել արդեն։ Հուսով եմ հետաքրքիր էր, հուսով եմ մոտիվացեցի, որ դուք էլ ես ամեն ինչը պատրաստվեք տոներին, որտեղ Հայաստանում ամեն դեպքում 31 ներկանում։ Կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում։ Ցտեսություն, պաչիկ։